Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Շողեր Գրիգորյանն արդեն 2 տարի է սպասում է, որ իր նորածնի մահացած ծնվելու հետ կապված գործն ուղարկվի դատարան և մեղավորը կամ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը։ 2023 թվականի հունվարի 7-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ծննդաբերության ժամանակ մահացել է նրա նորածին մոտ 6 կիլոգրամ քաշով պտուղը, ինչի միակ մեղավորը կինը համարում է բժիշկ Արսեն Սարգսյանին, ով որոշել է, որ պետք է բնական ճանապարհով լույս աշխարհ գա պտուղը, այլ ոչ կեսարյան հատումով, հայտնում է Գագիկ Շամշյանը։ Ղիության ընթացքում անցել են բոլոր ստուգումները և ոչ մի խնդիր չի եղել։ Երկրորդ ղիությունս էր, առաջինը լույս աշխարհ էր եկել բնական ճանապարհով, սակայն երկրորդի դեպքում ինձ հսկող գինեկոլոգն ասաց, որ պետք է կեսարյան հատում արվի, քանի որ պտուղը մեծ էր, մոտ 6 կիլոգրամ։ Երբ արդեն տեղափոխվեցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, չգիտես ինչու որոշեցին, որ բնական ճանապարհով էլ կարող է լույս աշխարհ գալ, պարզաբանելով, որ ես գերեմ ու կեսարյանից հետո կարերը չի կպնի։ Այդպես ինձ ողջ ծննդաբերության ժամանակ տանջեցին, վերջում էլ ասացին, որ երեխան խեղդվել է։ Կեսարյանից հրաժարվելու որոշումը կայացրել էր Արսեն Սարգսյանն, ով էլ մեղավորներից մեկն է իմ երեխայի մահվան մեջ։ Դիմեցինք ոստիկանություն, գործը ուղարկեցին քննչական ու արդեն 2 տարի է սայլը տեղից չի շարժվում։ Վերջերս էլ իմացանք, որ քննիչին փոխել են, չգիտենք էլ ում դիմենք, որ վերջապես այս գործն ուղարկվի դատարան, մեղավորներն իրենց արժանի պատիժը ստանան, ասել է կինը։